համեցեք։ Կարճ բան ասեմ, պարոն վարչապետ, իրականում ստեմ փոքր գաղտնիք կա, առողջ մնալը ամենաէժան բանն է, ամենամատչելի, դրա համար փող պետք չի ընդհանրապես, ոչ է մարզասրահ է պետք, կրթություն է պետք մեզ ընդհանրապես դրա համար։ Կրթության համար է փող պետք։ Այո, կրթության համար պետք, իսկ մենք էլի հանգում ենք դրան, որտեվ սա պարզ գիտելիք է, որ երբեմն չունենք, որտեվ նույն ձեր բերած բոլոր օրինակները իրանք են ծախս, եւ ծխելն է ծախս, եւ խմելն է ծախս, եւ շատ ուտելն է ծախս, առողջ մնալը ամենամատչելի բանն է, որ մենք կարող անենք մեր պարզապես ճիշտ վարքագծով, որտեվ նույն սննդի այդ ընտրությունը, որ մենք երեխաներին պետք է սովորացնենք, ինչ սնունդ օգտագործեն եւ այլն, եւ այո դուք ճիշտ եք ասում, մարզական ենթակառուցվածքների մեջ ներդրում անելը լավ է, կարեւոր է, որտեվ այնտեղ մի քիչ ավելի բազմաֆունկցիոնալ են իրանք լող եւ այլն եւ այդպես, բայց օրինակ վազելու համար փող պետք չի, մենակ կոշիկ է պետք, մի զույգ, որը 20,000 դրամ է։ Մուժիկին պետք է միզիկ կոշիկ։ Սա իրոք հայեցակարգային լուրջ հարց է։ Պարոն Թորոսյան, ճիշտ եք ասում, բայց մի հատ ուրիշ խնդիր կա, 21-րդ դարը մարքեթինգի դարը։ Օրինակ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի։ Առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի առողջ։ Մեր ամբողջ խնդիրն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա։ Ասենք ամենա բանի ամենաշատ շաքար պարունակող սնունդը ինքը անենց բրենդինգ ունի եւ անենց դիզայն ունի, որ նայում ես ուզում ես բան, այսինքն դու ուզում ես դա, բայց առողջ ապրելակերպը ես էդ եմ ասում, հիմա դուք օգնեցիք, որպեսզի առողջ ապրելակերպը պետքա բրենդինգ ունենա։ Եվ մի բան 21-րդ դարում ցանկացած բան, որը չունի բրենդինգ, ինքը գոյություն չունի։ Այսինքն չկա 21-րդ դարում կա բրենդինգ, կա իր տակի բանը, ապրանքը կամ ծառայությունը կամ չկա բրենդինգ, ուրեմն չկա։ Մեր խնդրեմը այն չի, որ վազելու տեղ չկա։ Մեր բրենդինգը այն է, որ մեր խնդրեմն այն է, որ բրենդավորված չի։ Այդ ապրանքը, առողջ ապրելակերպը բրենդավորված չի։ Ընդհակառակը հակառակն է բրենդավորված։ Եվ սա համակարգված խնդիր է, համակարգված խնդիր է։ Սկսած, որ այդքան խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին, որ բան ենք, որի դեմ տենց էլ արդյունավետ չենք կարող պայքարենք, որովհետև ասենք քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի։ Որովհետև տղամարդը չհասկացանք, տղամարդը շորտ կհագնի, ասենք բանը կամ հեծանիվ կքշի, պետք է տղամարդը բանի գյուղամեջում պպզի առնվազն անընդհատ 6 ժամ։ Չէ, ծիծաղում ենք, բայց մենք սրա ազդեցությունը չենք գնահատում։ Գյուղամեջ, իմիջայլոց ասեմ, գյուղամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարավոր գյուղամեջեր կան, տենց։ Եվ մենք պետք է խոսենք սրա մասին, հասկանում եք, մեծագույն խնդիրն է նա, որ մեր իրականության մեջ այս ամեն ինչի մասին խոսալը ընդունված չի, որովհետև խոսալու բաներ կան, որ դրա մասին ոնց կարելի է խոսալ։ Կամ դրա մասին ոնց կարելի է կառավարության մակարդակով, ոնց կարելի է կառավարության նիստին դրա մասին խոսալ։ Կառավարությունը այնտեղն է եւ կառավարության նիստն է, որը ինչի մասին չխոսվեց ստեղ, այդ նշանակում է այդ հարցը չի լուծվելու։ Այդ նշանակում է այդ խնդրեմը շարունակելու է գոյություն ունենալ։ Եվ հետեւաբար այո, ինչ որ ասում եք համաձայն եմ, բայց առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետեւ մյուսները իրաց բրենդինգի վրա դնում են միլիարդներ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ, որովհետեւ այդքան արախ պետք է ծախվի, այդքան ծխախոտ պետք է ծախվի, ել չեմ ասում այդքան դեղ պետք է ծախվի, բա որ չհիվանդանանք դեղը որտեղ ծախվի, ով պետք է առնի այդ դեղը։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հետեւաբար հիմա այս խնդիրը կառավարությունն է այն մարմինը, որը ունի շահագրգռություն բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը։ Մի քանի հատ էլ կարող է ոլորտի պրոֆեսիոնալ ընկերություններ, որոնք մեր հնայի մեջ 0.0000001% են կազմում։ Հետևաբար կառավարությունն է այն սուբյեկտը, որը պետք է բրենդավորի առողջ ապրելակերպը եւ մեր համապատասխան առաջինը ԿԳՄՍ-ն եւ առողջապահության
նախարարությունը կառավարության մյուս օղակների հետ։ Եկեք բրենդավորենք առողջ ապրելակերպը։ Հիմա մենք որ վարչապետի գավաթ ենք անում, ինչի համար ենք անում։ Մարդել կա կարասի, այդ չհասկացես, երկրի վարչապետը պարապա գնում են նստում նայում թե ոնց են երեխեքը լողում, գնում են նստում նայում թե ոնց են երեխեքը թենիս։ Դա բրենդավորման է բանի մասա, որը մենք հələ շատ նախնական, շատ բան տնայնագործական ենք անում։ Դա պետքա գնալով դառնա ավելի ու ավելի պրոֆեսիոնալ։ Եվ հետեւաբար առողջ ապրելակերպի բրենդինգը դառնում է մեր առաջիկա կարևոր անելիքը, մանավանդ որ մենք ենթակառուցվածքները արդեն շատ թե քիչ ստեղծել ենք։ Շատ թե քիչ ստեղծել ենք եւ մեր սպորտի զարգացման ռազմավարությամբ, առողջապահության զարգացման ռազմավարությամբ, այո ճանապարհներով եւ այլն, որտեղ վազելու համար էլ է տեղ պետք։ Կանաչ գոտիների, զբոսայգիների բանով եւ այդ էլի մի քանի նախագծեր կան, որ ներկայացվել են, ես նախնական հավանություն եմ տվել այդ նախագծերին, այդ ամեն ինչը պետք է բան անենք։ Դա պետք է դառնա ուղղակի սովորական առօրյայի մաս եւ քաջալերվի հանրության կողմից, քաջալերվի։ Սա ամենակարևոր բանն է։ Իմիջայլոց ասեմ, միջև իմի sense բանը կա, որ այդ հազար ներողություն, բայց այդ աղքատ հանրության բանն է, արձագանքն է, որ ասենք մեկը տեսնում են մի քիչ նիհարել, ասում են, վայ, ես ինչ ես նիհարել, հոբան չի եղել։ Մինչդեռ այսօր մարդիկ նախ բանը ավելորդ քաշը գլոբալ պրոբլեմա, երեխաների շրջանում ավել քաշը գլոբալ պրոբլեմա, որը հասուն տարիքում բերելու է արդեն շատ լուրջ առողջական պրոբլեմների, բայց մյուս կողմից մենք բոլորս այդ պրոբլեմը ունենք։ Հələ մենք ինչքան նիհարում ենք, պետք է 5 անգամ, չէ, բայց էական 5 անգամ շատ ասեցի։ Լավ, որ հասնենք նորմատիվային բանի, քաշերի, բայց այնուամենայնիվ սա շատ երկար թեմա է, շատ չշեղվենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ կապված փաթեթն ենք այսօր ընդունում եւ այդ էլ ասեմ, ես ինչքան էլ ասեմ Mercedes Zaporozhets պատրաստ անպատրաստ, մենք պատրաստ ենք, իմ գնահատականն է նա, որ մենք պատրաստ ենք եւ մենք փուլային ենք պատրաստվել, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք չնայած 2024 թվականի հունվարի 1-ից բանը չարեցինք ապահովագրությունը, բայց մենք օֆերտայի համակարգը ներդնեցինք, որը մի հատ էսպիսի էլի բան առաջացրեց, տենց կիսացնցում առաջացրեց, բայց այդ կիսացնցումը մեզ պետք էր որպես միջանկյալ վիճակ առողջության ապահովագրության համակարգին անցնելու։ Այնպես որ առաջարկում եմ քվեարկել, եթե այլ դիտարկումներ չկան իհարկե։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Տիկին Անոնեսյան, այն խումբը, որ 200,000 դրամից բարձր աշխատավարձ է ստանում, ու ոնց հասկացա, եկամտահարկից է վճարվելու այդ գումարները, ուզում եմ հասկանալ, որ օգտվում ես եկամտահարկի հետ վերադարձից այդ ժամանակ ոնց է այդ տեղի ունենալու, օգտվելու ես ու ապահովագրությունից, թե ոչ։ Թե ճիշտ չեմ հասկացել, եկամտահարկից չի վճարվում։ Չէ, այսպես է, կախված աշխատավարձի չափից 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար պետությունը 2026 թվականի ընթացքում կսուբսիդավորի սոցկրեդիտների համար 6,000 դրամ։ Գործատուի համար վճարվող հատվածը մնում է 4,800 դրամ, որից 4,500 դրամը կվճարի զինապահի խնայողության հաշվին, մնացած 300 դրամը կպահվի արդեն աշխատավարձից։ 500-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար նրանք 3,300 դրամի չափ է մնում աշխատավարձից պահումը եւ դա հաջորդ տարի կարող են այո եկամտահարկի վերադարձի շրջանակում սոցկրեդիտով հետ վերադարձ ստանալ։ Հնչեց ձեր հարցի պատասխանը։